Երբ նա հաղթեց ջութակահարների աշխարհի հեղինակավոր մրցույթներից մեկում, նրա մասին գրեցին գրեթե բոլոր երաժշտական պարբերականները։ Կլասիկ վիոլին Օլիմպիա 2025 միջազգային մրցույթի Գրան Պրիի հաղթող, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար Հայկ Կազազյան։ Դուբայի փառահեղ հաղթանակից հետո արտիստի համերգային գրաֆիկն ավելի քան հագեցած է, ելույթների աշխարհագրությունը ավելի մեծ։ Հուլիսի 18-ին ելույթ կունենա Պորտուգալիայում, բայց մինչև այդ Կապանի միջազգային երաժշտական փառատոնից վերադառնալուց անմիջապես հետո ջութակահարը հյուրընկալվել է հանրային ռադիոյում։ Արդեն 4-րդ անգամ անցկացվող Կապան Ֆեստ փառատոնը Կազազյանը համեմատում է երաժշտական կրեշենդոյի, ձայնի հնչողության աստիճանական բարձրացման հետ։ Վերջի տարիների իրադարձությունների հետ կապված երևի Սյունիքը դարել է եւ Կապանն էլ իհարկե դարել է ավելի տենց ինչ-որ պոլիտիկական մի քիչ տենց հարցեր, դե մենք իհարկե մեր երաժշտությունը ոչ մի բան պոլիտիկայի հետ կապ չունի, բայց ինչն է կարևոր, որ ամբողջ աշխարհից Եվրոպայից հատկապես շատ են գալի, Ռուսաստանից էլ հացալ տարիքային, Ամերիկա, ամենտեղից գալիս են եւ ինչ եմ ուզում ասել, որ լրիվ ինչպես ես մի հարցազրույցում ասացի, սուպեր միջազգային ֆեստիվալ է։ Միջազգային մեծ հարթակներն ու փառատոնային կյանքը երաժշտին միանգամից չեն տրվել։ Հիշում է, թե ինչպես է սկսել իր երաժշտական ճանապարհը, իսկ մեկնարկն այդքան էլ հուսադրող չի եղել։ Փոքր տարիքում նրան լսել է լեգենդար Արաքս Մանսուրյանն ու ծնողներին խորհուրդ տվել այլ ուղի ընտրել երեխայի համար։ Շատ այսպես ամաչկոտ եմ երևի եղել եւ անուշադիր երևի, ու տենց այդպես չեմ պատասխանել։ Շատ լավ հիշում եմ այդ օրը, երբ որ դուրս եկանք, հայրս մի քիչ սենց երևի թեթև հուսահատված, ասեց դե ափսոս, ինչ արած։ Բայց հետո մտածեց, դե լավ փորձենք, ուղղակի փորձենք ընդհանուր կրթության համար։ Փորձելն ու ծնողների հավատը Հայկ Կազազյանին հասցրին մինչև ջութակահարների ամենահեղինակավոր միջազգային մրցույթի բեմ, որտեղ գրանցեց իր փառահեղ հաղթանակը, լավագույնը ճանաչվելով եզրափակիչ անցած 12 երաժիշտներից։ Հայկն ասում է, հաղթանակի գրավականն իր ներքին հանգստությունն էր, ոչ թե դրամական մրցանակի 200,000 եվրոյի հետևից գնալը, այլ ելույթը կարևորելը։ Շատ ժամանակ ինձ հարցնում են, ինչպես ստացվեց, որ դու կարողացար այս կոնկուրսը հաղթել եւ դառնալ առաջին մրցանակակիր։ Ես ասում եմ, գիտեք, շատ կարեւոր է քո տրամադրությունը եւ քո մոտիվացիան, ինչպես ես դգնում այս մրցանակի այն մարդիկ, ովքեր որ գնում են իսկապես այսպես դրամը շահելու համար, այդ կոպիտ ասած ներողություն, մի քիչ կազինոյի բան էլի էֆեկտ է։ Իհարկե իրանք շատ այսպես հուզված եւ վախեցած կլինեն, որտեվ կամ կլինի, կամ չի լինի։ Իսկ երբ որ դու գիտես որն է քո գլխավոր նպատակը, դու արդեն այո, ուրիշ բան իմացնես մտածում։ Ժյուրիի կազմում 25 հեղինակավոր մասնագետներ էին, ոչ միայն ջութակահարներ ու երաժիշտներ, այլև համերգային գործունեության կազմակերպիչներ, մենեջերներ ու դիրիժորներ։ Հենց իրենց հետ շփվելով դու ստանում ես հետո համերգներ, քո կարիերան զարգացնելու հնարավորություն։ Փառատոնում հաղթելն անսպասելի էր, նույն մրցույթում արդեն հատուկ մրցանակ էր ստացել, բայց ամեն ինչ փոխվեց մեկ կատարումով Ռախմանինովի հայտնի դաշնամուրային պրելյուդիայի ջութակային փոխադրությամբ։ Եվ ես մի քիչ էլի փոխադրեցի իմ կողմից, որոշ բաներ ավելացնելով եւ կատարեցի եւ ճիշտ ասած ես մի քիչ անհանգստացած էի, որովհետեւ ժյուրիում կային նույնպես դաշնակարներ, որոնք կարող էին այլ կերպ։ Այո, իհարկե կարող են այլ կերպ կարել։ Կազազյանի համար համաշխարհային դասականների Չայկովսկու, Սիբելյուսի կամ Բրամսի գլուխգործոցները հնչելուց զատ հատուկ կարևորություն ունի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները համաշխարհային բեմերում ներկայացնելը։ Հուլիսի 18-ին Պորտուգալիայում Մադերիայի դասական նվագախմբի հետ կկատարի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Սակայն Կազազյանի կյանքում առանձնահատուկ տեղ ունի մեկ այլ գրեթե մոռացված գլուխգործոց՝ Առնո Բաբաջանյանի ջութակի կոնցերտը, որի համաշխարհային դեսպանն է այսօր։ Առնո Բաբաջյանի ջութակի կոնցերտի մասին շատ քչերը գիտեն։ Ցավոքսատի մոտավորապես 10 տարի առաջ ես էլ այդ կոնցերտի մասին շատ քիչ գիտեի։ Ուղղակի ես ոգևորվել դա այն բառը չէ, բռնկվեցի ուղղակի, թե այս ինչ հրաշալի կոնցերտ եւ ես չգիտեմ այս կոնցերտի մասին, իհարկե նոտաներ գտած, ես սովորել։ Իհարկե Բաբաջանյանն ինձ թվում է գրել այդ կոնցերտը Խաչատրյանի ջութակի կոնցերտի տպավորության տակ։ Եվ ես գիտեք դարձա այս ջութակի կոնցերտի, երևի չգիտեմ, պրոպագանդիստ էսպես ասենք։ Իդեպ Պորտուգալիայում կանալիք համերգի դիրիժորի Ջանլուկա Մարչիանոյի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել տարիներ առաջ ու կապվում է մանկության ջերմ հիշողությունների եւ ջութակահար Նիկոլայ Մադոյանի հետ։ Երբ որ փոքր էի, հիշում եմ, իմ ուսուցիչը Լևոն Զորյանը մի անգամ դասից հետո ասեց, այսօր գնում ենք համերգի։
ասես շատ լավ մի հատ տղա է նվագում, հիմա շատ լավ հայտնի, լավ ֆորմի մեջ, ինքը շատ լավ կատարող է, եւ հիշում եմ ես, Լեոն Բաբկենչը եւ իմ հայրը։ Երեքով գնացինք Խաչատրյանի համերգասարան եւ Կոլյան նվագում էր։ Եվ իհարկե ես շատ զգա, մինչև հիմա հիշում այդ ձայն, այդ որակը, այդ մակարդակը, ես հետո շատ եմ իրեն պատմել, իրենց դա շատ են քննարկել, ինչպես է հիացած իր կատարումը, իհարկե ես ինձ ավելի փոքր եմ, այն ժամանակ ես դեռ սկսնակ եմ, իսկ ինքը արդեն, հա, այսպես ասած հանրահայտ կատարող եւ այդ մանկական հիշողություններից մեկն է դա կարելի ասել։ Եվ հետո ես արդեն մեծացա, իրեն հետ մոտիկացանք, արդեն գոլեգաներ, դառանք ընկերներ, դառանք հիմա շատ լավ ընկերություն ենք ամ եւ հաճախ երևի փաստորեն 13 անգամ Երևանում ենք ելույթ ունեցել Խաչատրյանի դահլիճի մեզ վերջի 2 տարվա ընթացքում կատարելով տարբեր տես ծրագրեր եւ հենց նույն դիրիժորը Ջանլուկա Մարչյանը, որը իմ հետ հիմա պետք է ղեկավարի Խաչատրյանի կոնցերտը Մադերայում։ Այդպես համընկել է ուղղակի։ Այսինքն Ջանլուկային հրավիրել են Մադերայից եւ ինձ են հրավիրել եւ մենք այդպես համընկանք, սա ուղղակի հիանալի բան է։ Խոստովանում է, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է ելույթ ունենում, ամենապատասխանատուն հայրենի բեմն է։ Միշտ տանը ելույթ ունենալ ավելի դժվար է։ Նույն հենց Հայաստանում, որտեղ ես ծնվել մեծացել եմ, եւ նույն Մոսկվայում, եւ կամ ասենք Լոնդոնում, երբ որ սովորում էի, իհարկե ավելի դժվար է, դու գիտես, որ դահլիճում նստած են այն մարդիկ, որոնց որ դու անձամբ ճանաչում ես, երբ որ դու գալիս ես անծանոթ տեղ, դա ինչ որ պսիխոլոգիական այսպես երևի պահ է, որ աշխատում է այդպես։ Համերգներից բացի խոսում ենք նաև երաժշտի ու նրա հավատարիմ ընկերոջ Ջութակի փոխհարաբերությունների մասին։ Մի առիթով երաժիշտը Ջութակը համեմատել էր կնոջ հետ, ասելով, որ թե գեղեցիկ կանայք, թե բարձրարժեք գործիքները կմահաճ բնավորություն ունեն։ Դա ուղղակի ճիշտ է պետք հասկանալ, հիմա կբացատրեմ, որ ճիշտ հասկանան։ Չէ, դե գիտեք նմանությունն է, այսինքն ինչու տենց համատեցի, օրինակ ասենք եթե դու ես շատ հասարակ ջութակ, միանգամից ես վեսնում ես ու նվագում ես, նա տալիս է ձայն, բայց շատ հասարակ ձայն, այսպես նույնիսկ ինչ որ միտեղ տհաճ, գուցե բարձր լինի այդ ձայնը, բայց շատ այսպես տհաճ, ոչ մի արիստոկրատիկ, ոչ մի ինչ որ sense երանգ, ոչ մի ինչ որ հարստություն, ոչ մի sense փափկություն, հատկապես Ստրադիվարիուսն է ինչ որ այսպես մի քիչ պահանջում ժամանակ, որպեսզի դու կարողանաս այդ ձայնի հանելու մեթոդը, այսպես ասած, ձևը գտնես ճիշտ տարբերակը։ Եվ գուցե իսկապես դե եկեք ճիշտ հասկանանք, այսինքն եթե դու հանդիպում ես ինչ-որ շատ գեղեցիկ կնոջ, իհարկե նա կունենա ավելի քմահաճ կլինի, ավելի դժվար կլինի իրեն հետ մտերմանալ, այսպես ասենք, քան թե ինչ-որ ուրիշ մի կնոջ հետ։ Ինչքան շատ ես նվագում նույն ջութակի վրա, ավելի ոնց որ այսպես ասած մտերմանում ես, մերձենում ես եւ ավելի ճիշտ ես հասկանում այդ գործիքի բնութագիրը եւ նա ինչպես ընդունված է ասել, բացվում է քո ձեռքերի հետ համաձայն։ Աշնանը հայ ունկնդիրը հնարավորություն կունենա Հայկ Կազազյանին լսել Երևանյան բեմում։ Ջութակահարը հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի հետ, կատարելով Անտոնին Դվորժակի ջութակի կոնցերտը։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։